Առևտուր են արել, տարբեր տեղերից տեխնոլոգիաներ են բերել, տարել 1800-ականների կեսերին ճապոնացիների եւ հայերի մի փոքրիկ, այսպես ասեմ, հանդիպման դրվագ է, բայց շատ կարեւոր։ Հաջորդ հանդիպումը, դրվագային հանդիպումներ վստահ եղել են եւ Հայաստանից դուրս եւ Ճապոնիայից դուրս։ Հաջորդ հանդիպումը, որ այսպես ամենակարկառուններից մեկն է, 1905 թվականին Շուշեցի հեղինե Մելիք Հայկազյան ունենք, որը տպագրել է գիրք Ճապոնիայի մասին։ հայ կանայք երբեք փակ չեն եղել, այսինքն ոչ թե իրավունքների կամ հնարավորությունների, այլ ցանկության մասն է եղել, եթե ցանկությունը որևէ կին ճամփորդել, վստահաբար ոչինչ չէր կարող նրան խանգարել։ Հետո Ճապոնիայի հետ կապված մեր առնչություններում, գիտեք, կանանց դերը բավականին մեծ է։ Սա բացահայտում է 100 տարի անց եւ ներկայացվեց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում բոլոր փաստերով դիվանագետների, պատմաբանների ներկայությամբ հայուհիները սիրում են կրել մարգարիտներ, սակայն շատ բան չգիտեն մարգարիտների մասին, ինչու որովհետև ունենք գետերի եւ ծովերի պակաս, բայց մենք ունեցել ենք այդ մշակույթը եւ այս գիրքը գալիս է ցույց տալու հայուհիներին։ Նա միակն է, թե էլի կան հայագետներ։ Ճիշտն ասած կան էլի, վերջերս մի լավ հայագետի կորցրեցինք Հիդե Հարունակաջիմային, բավականին շատ ճապոնալեզու գրքերի հեղինակ էր, որոնք պատմում են Հայաստանի պատմության, Հայոց ցեղասպանության, անգամ Արցախի հետ կապված առաջին հերոսամարտի մասին։ Հանրային ռադիոյի եթերում Արարատյան հայրապետական թեմի ինքնություն հաղորդումն է։ Բարև ձեզ, ես Նոյեմին եմ։ Սիրելի ունկնդիրներ, այսօր ճամփորդելու ենք հեռավոր արևելք, այնտեղ, որտեղից ծագում է արևը։ Խոսելու ենք Ճապոնիայի եւ հայ-ճապոնական առնչությունների մասին։ Փորձենք հասկանանք, որտեղ են հանդիպել մեր ճակատագրերը, ինչ առնչություններ են ունեցել մեր մեծերը այս գեղեցիկ, հետաքրքիր, ունիկալ, դարեր շարունակ փակ մնացած եւ վերջապես աշխարհին բացված երկրի հետ։ Այսօր տաղավարում ես սիրով հյուրընկալել եմ ճապոնագետ, չնայած Հայաստանում նման մասնագիտություն, այսպես ասած, դեռ չկա, բայց մարդ ով ճապոնագիտություն է դասավանդում, իր առաջին մասնագիտությամբ տնտեսագետ ֆինանսիստ է, տնտեսագիտության թեկնածու, որին երևի հաճախ հանդիպած կլինեք հատկապես վերջերս հայ-ճապոնական առնչությունների մասին պատմելիս, իմ տաղավարում է Աննա Վարդանյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ հասցեցիք ձեր այսօրվա վազքի մեջ հյուրընկալվել։ Շատ բան ունենք խոսելու Ճապոնիայի մասին, բայց ուզում հասկանալ դարեր շարունակ մի քանի հարյուրամյակ Ճապոնիան փակ էր բոլորի համար, ինքնաբավ զարգանում էր ներսում, իր մշակույթը զարգացնում էր ներսում, նույնիսկ հարաբերություններ չուներ երևի իր հարևանների հետ, բայց ինչ որ մի պահի բացվեց եւ աշխարհը սկսեց զարմանալ ճապոնական մտածողությամբ, նրբաճաշակությամբ եւ այլն։ Հայերը, որոնք հարյուրավոր, հազարավոր տարիներ զբաղվել են նաև ճանապարհներ ստեղծելով, թե ծովային, թե ցամաքային, առևտուր են արել, տարբեր տեղերից տեխնոլոգիաներ են բերել, տարել Չինաստանից, Հնդկաստանից մինչև Եվրոպա, արդյոք հայերը շրջանցել են Ճապոնիան եւս, ինչքան հնությամբ մենք կարող ենք հայ-ճապոնական հանդիպման մասին խոսել։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Թերևս ամենահին առնչությունը, որ ես ունեմ գտել 1800-ականների կեսերին ճապոնացիների եւ հայերի մի փոքրիկ, այսպես ասեմ, հանդիպման դրվագ է, բայց շատ կարեւոր։ Նրանք հանդիպել են մխիթարյանների հետ եւ առաջին բառարանը գերմաներեն, ճապոներեն տպագրել են վիմա տպելով մխիթարյանները մեր։ Դա թերևս այս պահին կարելի է ասել առաջին այսպես խաչվող հանդիպումն է։ Իհարկե մեր հարաբերություններում պատմագիտական, գիտեք, բոլոր պահերը դրվագային են, այսինքն ինչ որ անձնային են ավելի, քան բնականաբար հասկանալի է պատմության իմաստով պետական մակարդակի շփումներ են, մինչև վերջին ժամանակները։ Մխիթարյանները հայտնի են որպես հայագիտական կենտրոնի ջատագովներ,
Բայց եթե ասեիք օրինակ հայ-ճապոնական բառարան են ստեղծել, գուցե չզարմանայի, բայց հիմա ստեղծել են ոչ թե հայ-ճապոնական, այլ հայ-գերմանական։ Այսինքն պիտի գերմաներեն ճապոներեն։ Գերմաներեն ներողություն, ստեղծել են գերմաներեն ճապոներեն բառարան։ Դա նշանակում է, որ մխիթարյաններն իրենք պետք է առնվազն ճապոներենը տիրապետեին, որ կարողանային բառարան ստեղծել։ Պատվերով են դա արել, թե սեփական նախաձեռնությամբ, ինչ կա դրա մասին հայտնի։ Եթե ես չեմ սխալվում, ճապոնացիները հենց մխիթարյաններին են վստահել այդ գործը, եւ որքան ես գիտեմ, դա եղել է նվեր մխիթարյանների կողմից ճապոնացիներին։ Ինչ հետաքրքիր է, եւ դա ճապոնիայում գիտե։ Ես ունեմ հոդված այդ մասին ճապոներեն լեզվով Արարատ պարբերականում, որը տպագրվում է Ճապոնիայում հենց այսպես հետաքրքիր նախաձեռնություն է Ճապոնիա-Հայաստան ասոցիացիայի կողմից, այնտեղ տպագրվել է եւ տարածվել է, կարծում եմ գիտեն։ Հետո իսկ բառարանը վերատպագրվել կամ վերաթողարկել կամ ինչքանով է կիրառական այսօր։ Այդ մասին չունեմ տեղեկություն, բայց բառարանը գիտեմ, որ կարելի է ձեռք բերել բավականին բարձր արժեքով, որոշ օրինակներ դեռ կան համացանցում նկատել եմ, դե իհարկե նաև պահպանվում են մխիթարյանների գրադարաններում վստահաբար։ Դեռ պետք է հասկանալ գերմանացիներն արդյոք տեղյակ են, որ իրենց համար մեր մխիթարյանները ճապոնիան հասկանալու հնարավորություն են ստեղծել։ Ես երբ որ առիթ ունեցա Վիեննայում հյուրընկալելու հայր Վահանին, իրեն փոխանցեցի ճապոներեն լեզվով տպված այդ թերթը եւ խնդրեցի, որ անպայման լրացնի իրենց գրադարանը դրանով, որ հետագայում սերունդները իմանան այդ մասին։ Հետաքրքիր կլիներ։ Հաջորդ հանդիպումը երբ է եղել հայ-ճապոնական։ Հաջորդ հանդիպումը, դրվագային հանդիպումներ վստահ եղել են եւ Հայաստանից դուրս եւ Ճապոնիայից դուրս։ Հաջորդ հանդիպումը, որ այսպես ամենակարկառուններից մեկն է, 1905 թվականին Շուշեցի Հեղինե Մելիք Հայկազյան ունենք, որը տպագրել է գիրք Ճապոնիայի մասին։ Նա այդ տարիներին այցելել է Ճապոնիա եւ եթե մեր ժամանակակից լեզվով ասենք, այսպես տուրիստու տպավորությունները իր կիսվել է գրքում, այսինքն կարելի ասել այն ժամանակվա բլոգերների նման մանրամասն ճամփորդական բլոգով ներկայացրել է եւ Հեղինե Մելիք Հայկազյանի մի պտույտ Ճապոնում գրքից, որը կարելի ասել առաջին հայալեզու գիրքն է, որ հայն է գրել Ճապոնիայի մասին եւ ոչ թե թարգմանվել է օրինակ ռուսերենից, բավականին շատ հետաքրքիր տեղեկություններ է մեզ փոխանցում այդ ժամանակի Ճապոնիայի իրենց մշակույթը, բարքերը եւ գրքում արկա է հետաքրքիր մի հատված, որտեղ Հեղինեն հյուրընկալում է մի ճապոնացու տանը եւ երբ որ իրենք իմանում են, որ Հեղինեն հայ է, հարցնում են հիմա ինչ վիճակում է ձեր ժողովուրդը, քանի որ լսած են լինում, որ հայերը պարբերաբար թուրքերի դեմ են պայքարում։ Հեղինեն այդտեղ զարմանքով նշում է գրքում, թե ինչպես թե այս հեռավոր արևելքում, այո, գիտեն հայերի մասին եւ անգամ գիտեն մեր ցավի մասին։ Ըստ երևույթին դա 1800-ականների Համիդյան ջարդերի ժամանակահատվածի մասին է խոսքը գնացել։ Անգամ իրեն փոխանցել են, որ Ճապոնիայում ինչ որ մի միսիոներ է եղել, որ գումար է հավաքել մեր ժողովրդին փոխանցելու համար եւ հարցնում են հիմա ինչ վիճակում է ձեր երկիրը։ Այսինքն այդ դրվագային հանդիպումից տեսնում են գետնաբեմում հետաքրքրությունը հայերի նկատմամբ եւ Հայաստանի նկատմամբ ամեն դեպքում այդ մեծ հեռավորության վրա հասանելի է եղել։ Այո, փաստորեն հասանելի է եղել։ Դեռ պետք է ուսումնասիրել այդ ժամանակվա մամուլը օրինակ, ճապոնական, հասկանալ որ գուցե հրապարակվել են ինչ-որ նյութեր, ինչ-որ, չգիտեմ, հոդվածներ կամ ուրիշ առնչություններ եւս եղել են, բայց դեպքը ինձ երկու ուրիշ թեմայով էլ հետաքրքրեց, նախ որ Շուշեցի կիներ գնում են եւ երկրորդ որ կիներ ու ճամփորդել էր, որտեղ մենք սովոր ենք ներկայացնել փակ բռնատիրական համակարգ, հայկական եւ այլն, բայց փաստորեն տեսնում ենք հայուհին, որ իրեն թույլ է տվել ճամփորդել, լուսանկարել, մի բան էլ գալ գիրք գրել, տպագրել դրա մասին, յուրիշ կաստրատիպն է գործում։ Սա որ իհարկե Ճապոնիայի հետ կապ չունի, բայց սա էլ կարեւոր է։ Հեղինեն նաեւ Հովանես Թումանյանի ընտանիքով բարեկամություն են արել։ Ես մտածում եմ, որ գուցե Թումանյանից էլ է ոգեշնչված եղել, որ որոշել է անպայման իր նոթերը հանձնել եւ անկեղծ պիտի լինեմ, բավականին հանրամատչելի հայերենով է այս պահի համար, ցանկացած ընթերցող կարող է վստահաբար հասկանալ ինչ է ինքը ասում եւ պատմում։
Շնորհակալություն, շատ ուրախ եմ, որ ճապոնագիտությունը օգնեց նաև եւս մեկ անգամ կոտրելու են կարծրատիպը, որ հայ կանայք երբեք փակ չեն եղել, այսինքն ոչ թե իրավունքների կամ հնարավորությունների, այլ ցանկության մասն է եղել, եթե ցանկությունը որևէ կին ճամփորդել, վստահաբար ոչինչ չէր կարող նրան խանգարել։ Հետո Ճապոնիայի հետ կապված մեր առնչություններում, գիտեք, կանանց դերը բավականին մեծ է։ Հեղինե Մելիք Հայկազյանից հետո մենք ունենք Դիանա Աբգար կերպարը, Էլիկին, առաջին հանրապետության։ Այո, առաջին հանրապետության տարիներին իրեն լիազորել են լինելու պատվավոր հյուպատոս Ճապոնիայում։ Նայում ենք էլի կին պերսոնաժ է, հա, գալիս էստեղ։ Որ էլի կրթված, որ էլի մեծ փորձ ունեցող, որովհետև պատահական մեկին չէին կարող գնալ խոհանոցից հանել, ասել գիտես դու այլևս պետք է լինես դիվանագետ, դա ենթադրում էր որոշակի կրթություն, որոշակի փորձառություն, որպեսզի վստահություն ունենային ներկայացնելու։ Սա էլ է կոտրում իհարկե այդ կարծրատիպը եւ կոտրումը կրկին Ճապոնիայի մասով։ Ինչու են հենց Դիանա Աբգարին նշանակել Ճապոնիայում ներկայացուցիչ։ Ինչ էր ակնկալում առաջին հանրապետությունն նրանից։ Տեսեք, Դիանան բավականին հայտնի ընտանիքից է եղել եւ իր ամուսինը եւս հայտնի ընտանիքի զավակ, երբ որ իրենց մեղրամիսը անց են կացրել Ճապոնիայում, որոշել են, որ անպայման պիտի գնան եւ այնտեղ հաստատվեն եւ իրենց մերօրյա լեզվով ասած բիզնես գործունեությունը Ճապոնիայում ծավալեն։ Այդ մասին լուրեր են հասել որոշ աղբյուրներից, օրինակ Ձամոյան ունենք, ով այցելել է Դիաննային, իմացել է իր մասին եւ փոխանցել է առաջին հանրապետության ղեկավարներին։ Դե պատկերացնում եք այն ժամանակվա հերավորությունը եւ լուրերի հասնելու, հա, արագությունը չակերտավոր այդպես են իմացել Դիանա Աբգարի մասին։ Իմացել են նաեւ, որ նա ունի դիրք հասարակությունում ճապոնական եւ այդ պատճառով նաեւ որոշել են, որ իրեն անպայման լիազորեն ներկայացնել հայ ժողովրդին Ճապոնիայում։ Ինչու ամուսնուն չեն օրինակ առաջարկել են Դիանային։ Ասեմ ձեզ, ամուսինը բավական վաղ է մահացել եւ Դիանան իր ուսերին է վերցրել ամբողջ այդ բիզնես գործունեության հոգսը եւ բավականին հաջող է այն տարել։ Ամենակարևոր Դիանա Աբգարի դերը, այսպես ասեմ, ամբողջ այս պատմության մեջ այն է, որ չնայած որ առաջին հանրապետությունը սկսեց գոյություն չունենալ եւ կարելի ասել ավտոմատ կերպով իր լիազորությունները արդեն չէին գործում, այնուամենայնիվ նա օգնել է բավականին հարյուրավոր փախստականների, որոնք իմանալով Դիաննայի մասին մեծ ճանապարհ են կտրել այն ժամանակ ցամաքով, հա, Սիբիրով, այսպես Վլադիվոստոկով հասել են Ճապոնիա, ապաստան են գտել իր մոտ, անգամ հագուստից սկսած, նավի տոմսերից սկսած, իրենց փաստաթղթավորումից սկսած Դիանա Աբգարը ամեն կերպ օգնել է եւ օգնել է, որպեսզի նրանք տեղափոխվեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ 1915 թվականից հետո, հա, այդ հոսքն է, որ եկել է Ճապոնիայով է անցել։ Հասկանամ, ինչ այդ հերավորությունը անցնում են, իհարկե հասկանամ ցեղասպանության այդ խնդիրը եւ այլն, բայց հասել են Ճապոնիա, փաստաթղթային խնդիր չեն ունեցել, հասել են այնտեղ են նոր կարողացել լուծել, թե ինչ որ ուրիշ ճանապարհներով են գնացել։ Անկեղծ ասած, փաստաթղթային խնդիր միշտ էլ ունեցել են մեր գաղթականները, բնականաբար գաղթի ժամանակ ոչ ոք չի մտածել այդ մասին, բայց Դիանա Աբգարը կարողացել է կարգավորել իրենց մուտքը դեպի Ճապոնիա, այսինքն որպեսզի նրանք օրինական ձևով, հա, կարողանան մուտք գործել այնտեղ եւ որոշ ժամանակ անցկացնել ապրել Ճապոնիայում։ Դուք պատկերացրեք ինչ հյուծված են նրանք հասել, բարի ուղիղ իմաստով եմ ասում, որ Դիանան օգնել է նրանց անգամ հագուստ ապահովելով։ Մենք ունենք հայ ընտանիքների նկարներ, որոնք այն թվերին ֆոտոնկարներ ունենք կիմոնոներով, այսպես յուկատաներով հագնված, որովհետեւ ուրիշ չէին կարող գտնել։ Այո, այլ հագուստ էլ չեն ունեցել, կարելի ասել։ Ցավոք սրտի։ Իսկ այնտեղ հայտնվելով ձևավորվել է արդյոք հայկական համայնք։ Այ Նոյեմի ջան, դա ամենահետաքրքիր հարցերից մեկն է, ես էլ ինձ միշտ հարցնում եմ։ Մենք չունենք որևէ տեղեկություն, որ այդ թվերին գնացած հայերը այնտեղ մնացել են։ Տպավորություն է, որ բոլորը իսկապես դուրս են եկել։ Գուցե չեն հարմարվել, հետո Ճապոնիայում կա լեզվի խնդիր, դու չես կարող ապրել Ճապոնիայում եւ չիմանալ ճապոներեն լեզու։ Մենք ճանապարհին, որ մոտեցանք, զրուցում էինք այդ մասին, մինչ օրս է այդ
թեման արդիական եւ պահպանվում։ Եվրոպական, լատինական որևէ լեզու չկա այնտեղ հնարավորություն։ Գիտեք, մեծ քաղաքներում իհարկե կարելի է, բայց օրինակ տրանսպորտը, մետրոն, որտեղ առանց մետրոյի ուղղակի չես կարող քայլ անել, ամբողջությամբ ճապոներեն լեզվով է գրված ամեն ինչը եւ դու կամ պիտի ունենաս ուղեկցող մարդ, ով որ ամեն ինչից հասկանում եւ գլուխ է հանում, մենակ եթե ապրած չլինես Ճապոնիայում, այնտեղի ամեն ինչը չիմանաս, չես կարող ուղղակի այցելել, թեկուզ որպես տուրիստ։ Անպայման ուղեկցող պիտի լինի քեզ հետ։ Լավ, բարդ լեզու է, ճապոներենը։ Ճապոներենը բարդ լեզու է, ես երկրագիտությամբ եմ զբաղվում։ Ճապոնագիտության Քանի հիերոգլիֆ ունի ճապոներենը։ Ընդհանրապես ասում են մինչև 10,000։ Այսինքն 10,000 նշան պիտի իմանաս, որ կարողանաս որպեսզի կարողանաս, այո, սահուն, վարժ, այսպես գոնե թերթերը կարդալ, այսինքն նույն թերթի մեջ նշված ոչ թե պարզ բառերը, այլ օրինակ տնտեսագիտական տերմինները եւ այլն եւ այլն։ Միջին վիճակագրական ճապոնացին քանի հիերոգլիֆ գիտի։ Շատ, եւ ձեզ ասեմ, ամբողջ կյանքի ընթացքում են իրենք սովորում։ Օրինակ դպրոցական ավարտ ճապոնացին, երբ որ ենթադրենք ընդունվում է համասան, նա էլի շարունակում է հիերոգլիֆների ուսանումը, արդեն մասնագիտական հիերոգլիֆների բառերի, ինչպես որ մենք օրինակ, չէ՞։ Մենք էլ մասնագիտական նոր բառեր ենք սովորում համասան, իրենք ոչ միայն սովորում են, այլև սովորում են գրել եւ կարդալ։ Իսկ գրելը դա մի ուրիշ արվեստ է իրենց մոտ, նույնիսկ պատմություն կա, թե ինչպես գնդիկավոր գրիչը երբ որ հայտնվեց, ճապոնացիները դա վերցրեցին, վերափոխեցին, որպեսզի կարողանան բարակ եւ հաստ այդ գծերը գնդիկավոր տեխնոլոգիայով կիրառեն եւ չգիտեմ, միշտ զարմանում եմ, թե Ճապոնիան ինչպես է վերաբերում աշխարհին նոր տեխնոլոգիան վերցնում, ներծծում իր մեջ, ճապոնացնում, իրեն հարմար ձևով կատարելագործում եւ նոր սկսում արտադրել, մատուցել եւ այլն։ Ճիշտ է, անգամ թղթի արտադրության մեջ իրենք հետաքրքիր նորարարություններ ունեն։ Ես վերջերս մի փոքրիկ գրքույկ էի կարդում, ինչը մակարդակի են հասցրել իրենց թղթի արտադրությունը, որ սկսել են արտադրել անգամ թղթյա շորեր։ Այո, չպատրվող հատուկ անգամ կարելի է լվանալ եւ նորից հագնել։ Եվ այդ հատուկ տողերում գրված է 100%-անոց թուղթ, բայց այն լվացվող է եւ հագուստ է, ինչպես որ սովորական հագուստ է։ Բայց տնտեսապես եւ էկոլոգիայի իմաստով, բնապահպանության իմաստով թուղթը այդքան կարելի է չարաշահել, որտեղ բնությանը վնաս են այնքան են վերամշակում, որ կարողանում են այդպիսի ճկուն բաներ ստանալ։ Հագուստը նկարներով տեսել եմ, որ հենց թղթյա հագուստ է, բայց իհարկե վերամշակած թղթով բնականաբար։ Չնայած կան իհարկե պատմություններ, նկարներ իրենց ծառերի հետ կապված, թե ինչպես են մեկ բնից աճող ծառերը, այսինքն իրենք փակ համայնքում ապրելով սովորել են ինքնաբավ լինել եւ իրենց ներքին ռեսուրսը ճիշտ կառավարել։ Համաձայն եմ ձեզ հետ, բացի դրանից իրենք նաեւ կարողանում են իրենց ռեսուրսը, օրինակ եղածը, որ քիչ ունեն ցամաքային տարածք, ճիշտ կառավարել։ Այդ ձեր նշած օրինակը ամենալավ օրինակներից մեկն է, որ ծառերի աճեցման այնպիսի տեխնոլոգիա են, այսպես հորինել, կարելի ասել, ստեղծել, որ մի քանի հարկանի ծառեր են աճեցնում եւ վերևի հարկերն են միայն կարողանում սղոցել, մյուսը պահպանելով եւ այդ բնիկը անընդհատ նորից նոր ծառ է ստեղծում։ Ճապոնացիները նաև դարերի ընթացքում սովորել են հաղթահարել ցավն ու դժվարությունները, թե երկրորդ համաշխարհային պատերազմի ատոմային այդ հարձակումները, թե հետագայում ցունամիները, երկրաշարժերը եւ այլն, իսկապես ուսումնասիրելու եւ իսկապես նրանցից սովորելու մի բան էր։ Այսպիսի մի միֆ կա, արդյոք ճիշտ է, որ Ճապոնիայում վիրավորվում են կամ չեն ցանկանում խոսել Հիրոսիմա եւ Նագասակիի ողբերգության մասին, մտածելով, որ դա այսպես ասած վատ էթիկետի նշան է եւ դրա մասին չեն խոսում, չեն հիշատակում։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք, շնորհակալ եմ այդ հարցի համար։ Ասեմ ձեզ, որ պետք է երևի յուրօրինակ մթնոլորտ ստեղծել եւ հերվից գալ այդ հարցին ճապոնացու հետ խոսելիս։ Բնականաբար մի անգամից իրենք այսպես մի տեսակ իրենց կզգան եւ այո վատ կզգան, վիրավորվելը չեմ կարող ասել, բայց բնականաբար իրենց հաճելի չէ այդ թեման։ Գիտեք, ցավի հաղթահարման ես հիշում եմ, երբ որ
Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում Ճապոնիայի ժամանակի դեսպանը ինձ ուղարկեց մի փոքրիկ նամակ, այդ նամակը ուղարկվել էր ճապոնացիներին 45 թվականի ատոմային ռմբակոծությունից հետո իրենց կայսեր կողմից։ Անկեղծ ասած, այդ պահին ես որ դա կարդում էի, այնպեսի տպավորություն էր, որ այդ նամակը ոնց որ մեզ ուղված լիներ, շատ այսպես մոտ բաներ կար, ցավի հաղթահարման, փորձելու, առաջ նայելու, առաջ գնալու եւ պոզիտիվ տրամադրվելու իմաստային շատ այսպես շեշտադրումներ կային այդտեղ, եւ ես ինքս եմ նկատել, որ ճապոնացիները նախ միահամուռ են շատ, իրենք այսպես միշտ խմբերով են, երբեք առանձին չեն եւ խմբային են նաեւ այդ ցավը կարողանում հաղթահարել։ Այդ շատ կարևոր բան է։ Մեզ դա շատ է խանգարում, որ մենք այսպես ցրված ենք, չէ՞, ամեն մեկը կարծես մի ղեկավար մարդ է։ Դե մենք 3 միլիոն նապոլեոն ունենք, այդպես են, չէ՞, մեր ասում Հայաստանում նապոլեոն։ Բայց դու գուցե դա գալիս է դասերակցությունից, ասենք փոքր ժամանակ երեխային դասերակելու հանգամանքից։ Արդյոք տարբերություն նկատել եք, եթե իհարկե այդ թեման ուսումնասիրել եք, իրենք մենք ենք դասավորում, թե ես են ներողություն, իրենք մենք են դաստիարակում, թե ես են դաստիարակում երեխայի մեջ։ Իրենք ավելի շատ մենք են դաստիարակում եւ դաստիարակում են հայրենիք, հայրենաճանաչություն։ Ես շատ առիթներ եմ ունեցել պատմելու, որ երբ որ օրինակ որպես տուրիստ շրջում եմ ճապոնական այգիներում, ես տեսնում եմ այնտեղ դպրոցական խմբեր, երբ որ ուսուցչուհին բացատրում է երեխաներին, որ այս ծառի տեսակն է, սա այս ծաղիկն է, այս ծաղիկի անունը այս է։ Օրինակ մենք շատ այդպիսի գիտելիքներ չունենք, ժամանակի տարիքի ընթացքում ենք, չէ՞, մի տեսակ իմանում կամ լսում։ Բերում է բնության մեջ հայտնվել մի մարդու հետ, ով այդ տարածքից է եւ լավ ճանաչում է բնությունը։ Այսինքն անընդհատ սովորեցնում են հայրենաճանաչություն եւ սովորեցնում են նաեւ գնահատել։ Գիտեք, ճապոնացիների մի քանի սերունդներ են մակարումների միջով անցել, որպեսզի այսօրվա ճապոնացին ապրի այնպես, ինչպես որ ապրում է։ Բայց իրենք վստահ լինելով, որ իրենք հիմա մակարում են եւ իրենց կյանքի վերջում անգամ կարող է չհանդիպեն այդ լույսին, բայց մտածում են, որ իրենցով իրենց ժողովուրդը մի քայլում է թունելից դուրս գալու դեպի լույսը գնալու ճանապարհով։ Հենց այդպես, որովհետև երբ որ ես կարդում եմ ճապոնական հրաշքի մասին պատմություններ եւ այն երկրների, որոնք վերցրել են ճապոնական հրաշքի մոդելը, օրինակ Սինգապուրը նույն, այդպես կարելի ասել, այսինքն այդ ցավից հետո մի քանի սերունդ անձնուրաց բարի ուղիղ իմաստով անձնուրաց գործ է կատարել բոլոր ոլորտներում, բոլոր առումներով։ Տնային տնտեսուհին իր մասով, գիտնականը իր մասով, բանվորը իր մասով, երբ որ այսպես կարդում ես այդ պատմագրությունը, հասկանում ես, որ պետք է հենց այդպես լինի, միայն այդ դեպքում, միահամռության դեպքում է լինում, այդ թունելի վերջում այդ լույսը երևում է։ Կարելի է գնալ Ճապոնիա եւ ներծծվել, քաղել, ուսումնասիրել, հասկանալ, վերցնել այդ դաստիարակության կրթության մոդելը եւ բերել մեզ մոտ հայկականացնել։ Իհարկե կարելի է։ Ես պատրաստ եմ, եթե նման զորք հավաքեք, խնդրում եմ ինձ չմոռանաք, իսկապես պատրաստ եմ։ Բայց մենք էլի թեմա ունենք, ճապոնացիների մասին կարելի երկար խոսել, սկսած իրենց լանդշաֆտային նմանություններից, մեր Արարատի նմանությամբ իրենց Սրբազան սարից, բայց ձեր մոտ տեսնում եմ գրքեր եւ դրանց նկատմամբ անտարբեր չեմ կարող լինել։ Դրանք վերաբերում են էլի հայ-ճապոնական առնչություններին։ Այո, հայ-ճապոնական առնչություններին են վերաբերում։ Կարող եմ ներկայացնել հերթով։ Առաջին գիրքը Տոկեի մարուն է։ Տոկեի մարուն ճապոնական նավի անունն է, որի քաչ եւ խիզախ նավապետը փրկել է մի քանի 100 հայերի եւ հույների հայոց ցեղասպանության վերջին արարի ժամանակ 1922 թվականին սա պատմագիտական բացահայտում էր հայկական կողմից, որովհետև այս մարդասիրական դրվագը բաց էր մնացել մեր պատմագրությունից։ Մենք գիտենք Մուսալերան 40 օրվա պատմությունը ֆրանսիական նավատորմի, ֆրանսիական նավապետի հերոսության մասին, բայց ճապոնացիների մասին այդքան չգիտենք։ Սա բացահայտում է 100 տարի անց եւ ներկայացվեց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում բոլոր փաստերով
դիվանագետների, պատմաբանների ներկայությամբ։ Ինչ էր անում ճապոնական նավն այնտեղ, թե նավատորմ էր։ Իրականում նավ էր ճապոնական առևտրային նավ, որը եկել էր Զմյուրնիայի նավահանգիստ առևտուր կատարելու նպատակով։ Արդեն մոտենալով ափին տեսնում են, որ այնտեղ ինչ որ մի բան է կատարվում, Զմյուրնիայի մեծ հրդեհը այդպես է ավելի ծանոթ այս դրվագը պատմության մեջ, սա հայոց ցեղասպանության վերջին արարն է, բնականաբար հույների եւ հայերի հայաթափում Զմյուրնիայից եւ մարդիկ ուղակի հավաքվել էին նավահանգստի մոտ եւ կամ նետվում էին ծովը կամ մի խոսքով գիտեք չեմ ուզում այո ցանկանում էին փրկվել եւ նավապետը խիզախել է չի ենթարկվել Քեմալ Աթաթուրքի զորքերին չվերցնել նավի տախտակամած եւ ոչ մեկին ավելին առանց փաստաթղթերի է վերցրել եւ կատարել է շատ հետաքրքիր մարդասիրական քայլ նա ըստ վերապրողների վկայությունների տարբեր կողմերից եմ ես ստուգել եւ հայերի եւ հունական կողմից կան վկայություններ նետել է ծովը իր նավի բարձրարժեք ուղեբեռը որպեսզի նավը թեթևացնի եւ ավելի շատ մարդ կարողանա վերցնել իսկ ըստ որոշ պատմաբանների անգամ ասում են որ մի քանի անգամ գնացել է Պիրեայի ափեր հունական ափեր մարդկանց թողել եւ հետ եկել էլի վերցրել տարել տարբեր կարծիքներ կան, բայց այն, որ նավապետը փրկել է մի քանի 100 հայերի եւ հույների, դա անհերքելի փաստ է։ Որտեղից եք գտել այդ փաստը։ Որտեղ է սա հիշատակվել եւ տենց Առաջին Edge գրքում որ նայեք, այդտեղ կա մի նկար ճապոնական նավը Զմյուրնիայի նավահանգստում, դա միակ այո, նկարն է, որ ես տեսել էի համացանցում եւ ինձ անչափ հետաքրքրեց այդ պատմության հետքերով գնացի Հունաստան, Աթենքի ազգային գրադարան, այնուհետև Ճապոնիա իմ հետազոտությունները կատարելու, վերջում եկա Հայաստան հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին դիմեցի եւ այնտեղից էլ որոշ վկայություններ գտանք, այդպես շատ հետաքրքիր պատմություն է սա։ Եվ ամբողջությամբ նորույթ է, որովհետև Նոեմի ջան, տեսեք, մենք ունենք մինչ այս հետևանքային կապ հայոց ցեղասպանության եւ Ճապոնիայի, ճապոնացի ժողովրդի հետ, որ նրանք օգնել են հայ գաղթականներին։ Իսկ սա ուղիղ կարելի ասել փրկության դրվագ է հենց դեպքի վայրից։ Մի Ֆրանս Վերֆելեր մեզ այս թեմային էր պետք, որ ներկայացներ արդեն ճապոնական, բայց կարծում եմ պիտի աշխատենք իրար հետ եւ մի գեղեցիկ ֆիլմի սցենար պատրաստենք, որովհետեւ սա իսկապես միջազգային նշանակության ֆիլմ կարող է դառնալ, որ ոչ միայն ներկայացնի հայերի պատմությունը, հետաքրքիր լինի հայերին, այլ համաշխարհային թեմա կարող է դառնալ, որովհետեւ իսկապես ուրույն մի բան է։ Սա դեռ պետք է ուսումնասիրեմ, շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Հաջորդ գիրքը Մարգարիտի հետքերով Հայաստանից Ճապոնիա։ Հիմա կզարմանաք, ինչու Մարգարիտի հետքերով, ասեմ, որ ուսումնասիրել եմ Մարգարիտի համաշխարհային պատմությունը եւ ճանապարհները ինձ տարել են Հայաստանից Ճապոնիա եւ հետո այնուհետեւ հետ են բերել դեպի Հայաստան։ Մենք գիտենք, որ հայուհիները սիրում են կրել մարգարիտներ, սակայն շատ բան չգիտեն մարգարիտների մասին, ինչու որովհետև ունենք գետերի եւ ծովերի պակաս, բայց մենք ունեցել ենք այդ մշակույթը եւ այս գիրքը գալիս է ցույց տալու հայուհիներին եւ հարստացնելու մեր պատմագրությունը, թե ինչպես ենք մենք մարգարիտը օգտագործել հայկական տարազային համալիրում, ինչպես են օգտագործել մեր թագուհիները։ Ինձ չի զարմացնում դա, որովհետև ես վերջերս ուսումնասիրում էի հայ առևտրականների պատմությունը վաղնջական ժամանակներից, հետո միջնադարյան այդ շրջանում հնդկահայ համայնքի, ջուղայի համայնքի բաները եւ այնպիսի բացառիկ ու ապրանքներ են իրենք Հնդկաստանից Եվրոպա հասցրել կամ Չինաստանից հասցրել մետաքսի ճանապարհն էլ դրա հետ մեկտեղ, որ ուղակի չեմ զարմանա, անգամ հայերը Աֆրիկայից, Եթովպիայից սուրճ են բերել, իհարկե միայն հայերը չեն եղել, բայց աշխարհը չի ճանաչել ինչ որ մի ապրանք, նաեւ հայերի օգնությամբ սկսել են ճանաչել եւ անկեղծ չեմ զարմանում, բայց սա էլ իսկապես մի հետաքրքիր թեմա է։ Մի շատ գեղեցիկ պատմությունն է։
Այս գրքում այո, Կիլիկյան Հայաստանում, Կիլիկյան թագուհին ինչպես է օգտագործել մարգարիտը, այստեղ նաև կա մի դրվագ Օրբելի եղբայրներից մեկի մասնակցությամբ, որը եղել է Ռուսաստանում հիդրոհնագիտության հիմնադիրը եւ կարողացել է Ռուբեն Օրբելու մասին է խոսքը, կարողացել է վերցնել Դա Վինչիի կոդերը, որոնք վերաբերել են ջրասուզակին։ Ջրասուզակի կոստյումն է կարողացել վերարտադրել ըստ Դա Վինչիի կոդերի, որը մեծապես նպաստել է Ռուսաստանում մարգարիտի որսի նաեւ համար։ Օրբելին գտել է օգտագործելով Դա Վինչիի կոդերն է վերցանել իր դիսերտացիոն աշխատանքը գրելիս, այո, եւ դա օգնել է որ Ռուսաստանում զարգանա ջրասուզակությունը եւ մարգարիտի որսը։ Այո, որովհետեւ մարգարիտի ոլորտում պակաս դեր չունեն ջրասուզակները։ Դե հա պիտի կարողանաս ճիշտ շնչել եւ ճիշտ սարքավորումներ ունենալ, որ բանալ է։ Եվ այս գիրքն եմ այս պահին վերցրել ինձ հետ Armenian Japanese Sketches, հայ-ճապոնական էսքիզներ։ Այս գիրքը այս պահին ցուցադրվում է համաշխարհային էքսպոյում Օսակա քաղաքում, Հայաստանի տաղավարում։ Այն պատմում է 20-րդ դարի հայ ականավոր մշակութային գործիչների մասին, որոնք այցելել են Ճապոնիա եւ իրենց տպավորություններն են փոխանցել մեզ այդ այցերից։ Այո։ Այստեղ որ սարն է Արարատն է։ Ես այնպես եմ դիզայնը արել եւ հետեւամասուն գրքի, որպեսզի դուք չտարբերեք Արարատն է թե Ֆուջին է եւ որն է։ Փորձել եմ մեկտեղել։ Բայց նույն նկարը չի, ուղղակի հայելային արտապատկերն է։ Ֆուջին ունի մի հատ մի դիրք, որտեղից որ նկարում են մոտիկից շատ նման է Արարատի վերևի հատվածին։ Մեծ մասից։ Այո, մեծ մասից։ Հիմա սա մասի, լավ գաղտնիքը բացի, խնդրեմ Արարատն։ Առաջին էջին իհարկե մեր մասիսն է։ Եվ վերջին էջին Ֆուջի լեռը։ Այո։ Իրենք փոքր մասից դեռ չունեն, չնայած իրենք եւ երկրաշարժային եւ հրաբխային երկիր են, չէ, լավ չէ, թող չառաջանա, որտեվ դա տարերկու աղետ է լինելու, այո։ Ոնց են կարողանում իրենք դա հաղթահարել։ Ես ուզում եմ սովորել դա, ինչպես են կարողանում հաղթահարել մի քանի տարվա կամ մի քանի ամիսների ընթացքում չգիտեմ, այդ մեծ ցունամին վերջերս որ եւ կամ հսկայական երկրաշարժը, որ եղավ, ոնց են կարողանում դա հաղթահարել։ Համախմբված, միահամուռ, շատ կազմակերպված եւ բոլորը գործում են, որ իբրև մեկ մարդ։ Պատկերացրեք մեծ մարդու ոնց որ ամեն մեկը ձեռքը ոտքը գիտեն իրենք ով ինչ պետք է անի։ Այ դա է շատ կարեւոր։ Լավ, քանի որ ժամանակ իսկապես շատ քիչ է, ուզում եմ հասկանալ Ես հանդիպել եմ Հայաստանում գիտաժողովների ժամանակ մի ճապոնացի հայագետի Կարենին, ով հայերեն սովորել էր գրաբարով։ Այո, Կարեն Համադայի մասին է պատմում, Ներսե Շնորհալու հետ կապված վերջերս գիրք ընծայեց։ Խոստացել էր անդադ խոստանում է, երբ որ Հայաստան գա պիտի հանդիպենք ու դեռ չի ստացվել։ Ճապոնագիտությունը չէ, ներողություն, հայագիտությունը Ճապոնիայում շատ մեծ հիմքեր զարգացում չունի, բայց կան անհատներ, որոնք հետաքրքրված են հայագիտությամբ, ինչ գիտեն այնտեղ Հայաստանի մասին։ Կարծում եմ շատ բան պիտի իմանան Հայաստանի մասին, շատ քչերը գիտեն։ Ես մի հարցում եմ անցկացրել փողոցում, տարբեր տարիքային խմբերում, հենց Տոկիոյում հարցնում էի Հայաստանի մասին, մեծ մասը այսպես հազիվ թե մտաբերեց իբրև նախկին սովետական միության երկիր։ Մենք գործ ունենք անելու։ Մենք այնտեղ շատ մեծ գործ ունենք անելու։ Իհարկե հայագիտության զարգացումը Ճապոնիայում նաև ֆինանսի հետ է կապված։ Ես հուսով եմ, որ կծնվեն այդպիսի նոր մասնագետներ։ Կարեն Համադան ի պատիվ իրեն շատ լավ աշխատանք է այնտեղ կատարում, վաղուց եմ իրեն ճանաչում։ Աղջիկը հուսամ դեռ իր ուսումնասիրությունները մեծ արձագանք կգտնեն թե Հայաստանում, թե Ճապոնիայում, բայց մենք էլ պիտի փորձենք նրան աջակցել, թե հոգեպես, թե բարոյապես, թե մեր շնորհակալությունը հայտնելով, իհարկե, նա միակն է, թե էլի կան հայագետներ։ Ճիշտն ասած կան էլի, վերջերս մի լավ հայագետի կորցրեցինք Հիդե Հարուն Ակաջիմային, բավականին շատ ճապոնալեզու գրքերի հեղինակ էր, որոնք պատմում են Հայաստանի պատմության, հայոց ցեղասպանության, անգամ Արցախի հետ կապված առաջին հերոսամարտի մասին, ճապոնացիներին հենց ճապոներեն լեզվով։ Այս պահին գիտեմ, որ իր դուստրն է վերցրել այդ առաքելությունը իր ձեռքին, հուսով եմ, որ պատվով կշարունակի հայրիկի գործը։ Եթե առիթ լինի, որ Հայաստան գան,
Ալիևյան, ես մեծ սիրով պատրաստ եմ Անպայման, հյուրընկալել եւ սիրով։ խոսել իրենց հետ, չնայած պիտի խնդրեմ նաեւ ձեր աջակցությունը, որովհետեւ ես դեռ ճապոներեն չգիտեմ, սխալ կլինի, Սիրով։ դժվար կլինի մեր Ես շփումը առանց մենք ունենք միություն հայ-ճապոնական գիտամշակութային միություն, Արումենիա Նիպոն է կոչվում։ Մեր միությունը մեծապես փորձում է նպաստել բոլոր նման կապերի ստեղծմանը։ Իսկ Կարենի գրած ներսեշնորհալու նվիրված այդ գիրքը հայերեն թե ճապոներեն է։ Ճապոներեն լեզվով է, երբ որ ես Տոկիոյում էի Հայաստանի դեսպանությունում այս հայ-ճապոնական էսքիզներ գրքի շնորհանդեսը արեցինք Կարեն Համադայի գրքի հետ համատեղ, այս պահին ճապոներեն լեզվով է։ Իր ուսումնասիրությունը Կա Հայաստանում օրինակը գրքի։ Ես կարծում եմ, որ ինքը ազգային գրադարան հանձնած կլինի, ենթադրում եմ։ Լավ, իսկ մեր հայտնի հայերից ովքեր են Գոհար Գասպարյան։ Գոհար Գասպարյան, այո, 2 անգամ է այցելել հյուրախաղերով Ճապոնիա, ամիսներ շարունակ ֆանտաստիկ ելույթներ է ունեցել եւ իր տպավորություններով է կիսվել։ Սիլվա Կապուտիկյանը կա այդ գրքում, որը եւս այցելել է Ճապոնիա։ Ունենք Պավել Լիսիցյանի մասին պատմություն, Արամ Խաչատրյանի մասին պատմություն ունենք Ճապոնիա եւ Ճապոնիայի հետ կապված իր սան է ունեցել Նոբուո Տերահարա, որը մեծ աշխատանք է տարել Ճապոնիայում դասավանդելով խաչատրյանական մեթոդներով իրենց կոնսերվատորիայում։ Այդտեղ ունենք պատմություն Արնո Բաբաջանյանի հետ կապված, որը Ճապոնիայում մրցանակ է շահել։ Ինչ մրցանակ։ World Music Award, այնց էջի վրա եք հիմա տեսնում եք մրցանակի նկարը ինձ փոխանցել է Արայիկը Բաբաջանյան, բոլոր հոդվածները շատ հետաքրքիր ձևով համագործակցել ենք Լիսիցյանն ինչ է արել։ Պավել Լիսիցյանը եւս շրջագայել է Բոլշոյ, հա, թատրոնի հետ միասին, այո, ունենք Ասլամազյան քույրերի մասին, այդ տեսնում եմ նկարները, պատմություն։ Այո, Ասլամազյան քույրերը եւս այցելել են Ճապոնիա եւ հետաքրքիր նկարների շարք ունեն նվիրված ճապոնական արվեստին։ Էլի կանայք, էլի։ Այո, այո։ Չնայած Սիլվա Կապուտիկյանին եւս հիշատակեցիք։ Ասլամազյանների այդ էսքիզները ֆանտաստիկ ու շատ գեղեցիկ են, լրիվ ուրիշ են։ Համաձայն եմ ձեզ հետ։ Իսկ հայտնի ճապոնացիներից ովքեր են եկել Հայաստան։ Հայտնի ճապոնացիներից եւ վերջերս կարող եմ ասել ՏՏ ոլորտի հետ կապված որոշ այսպես ակտիվություն կա, իրենք են այցելում, հիմնականում կառավարական մակարդակով են եկել, տեսեք, մեր ուղիղ դիվանագիտական հարաբերությունները ընդհանրապես վերջերս են սկսվել ակտիվանալ դեսպանությունների հաշվի առնենք, որ Դիանա Աբգար ինչ որ բան որ հիմք դրել էր։ Դեսպանությունների բացումով են սկսել ակտիվանալ։ Մինչ այդ այսպես հանրային եւ անհատների մակարդակով ենք կարողացել են պահել, ինչի համար իրենց անչափ շնորհակալ ենք։ Չէ, շատ կարևոր է իրականում եւ միջմշակութային երկխոսությունը եւ իրար ճանաչելու հանգամանքը, որովհետեւ իրարից ամեն դեպքում սովորելու ինչ որ բան ունենք։ Ես չեմ ուզում մեծամտաբար ասել, թե մենք հայերս ինչ որ բան պիտի տանք ճապոնացիներին, բայց վստահաբար որպես հին ժողովուրդ երկխոսության լավ հիմքեր կարող ենք ունենալ եւ գոնե եթե անգամ սովորենք հաղթահարել դժվարությունները ինչպես ճապոնացիներ եւ համախմբվել տնտեսական բում առաջացնել երկրում հաշվի առնելով երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրենց այդ 10-15 տարվա ընթացքում կրթության վերազարկ տալով իրենց ժողովուրդը ոսմե սոված մնացին, բայց կարողացան զարգացնել իրենց տնտեսությունը եւ շատ կարճ ժամանակահատվածում պատմության մեջ 70-80 տարին իհարկե շատ փոքր ժամանակահատված է կարողացան դառնալ աշխարհի գերտերություններից մեկը։ Հա, հասկանում եմ, որ նաև այլ գերտերություններ են օգնում, ներդրումներ անում եւ այլն, բայց կարող էին եւ անընդհատ ներդրում անել եւ իրենք ներսից չզարգանան, բայց ճապոնացիներն այլ վարպետության դաս տվեցին աշխարհին։ Մենակ Տոկիո քաղաքին նայելով երկնաքերից, երբ որ նայում ես 45 թվականից հետո Տոկիոն ամբողջությամբ այրված քաղաք եւ հիմա ինչպես դուք նշեցիք, հա 80 տարին դա իհարկե պատմության համար ակնթարթ է, բայց տեսնելով թե ինչ են արել այդ ժամանակահատվածում, մեծ ահռելի գործ է կատարվել։ Ի պատիվ իրենց։
Շնորհակալություն, հուսամ մի անգամ առիթ կունենամ գնալու եւ ճապոնիան ներսից տեսնելու, զգալ այդ ճապոնացիների միասնականության ուժը։ Շատ ուրախ կլինեմ, որ զարգանա նաեւ Ճապոնիայից Հայաստան եկող զբոսաշրջիկների հոսքը եւ ոչ միայն զբոսաշրջիկներն, այլ գիտնականների, տնտեսագետների, ՏՏ ոլորտի մասնագետների, բոլոր ոլորտների։ Շնորհակալություն ձեզ, որ այդ ճանապարհին ձեր լուրջ քայլերն եք անում եւ ձեր նույն ներդրումն եք ունենում։ Ուզում ձեզ շնորհակալություն ասել ինքնության ճանապարհին իմ որոնումների, իմ ունկնդիրների որոնումների մեջ հայ-ճապոնական այդ հետքը այսօր ներկայացնելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ինչպես են ճապոներենով ասում բարև ձեզ։ Կոննիչիվա։ Եվ ցտեսություն սայոնարա։ Սայոնարա անպայման այս ձեռքի շարժումով։ Հետաքրքիր Շնորհակալ լինելու։ Եվ շնորհակալություն եմ նշում եւ ցտեսություն, դա թե Սայոնարա ժեստը որպես շնորհակալ լինելով ցտեսություն են մաղթում։ Ասում։ Շնորհակալություն։ Մի հարց էլ տամ ու ավարտենք, եկեղեցի ունենք մենք այնտեղ Ճապոնիայում։ Հայկական եկեղեցի չունենք։ Կա ռուսական եկեղեցի Տոկիոյում։ Գիտեմ, որ հայերը իրենց կարոտն առնելու համար այնտեղ են այցելում։ Կրոնական իմաստով աղոթելու երևի համար։ Այո։ Շնորհակալություն ձեզ շատ։ Ես իմ ընկերներին եւ ակնկալներին հիշեցնեմ, որ այսօր տաղավարում ես զրուցում եի Աննա Վարդանյանի հետ, ով տնտեսագիտության թեկնածու է, ֆինանսիստ եւ ճապոնագետ եւ դասավանդում է ճապոնագիտություն երկրագիտության իմաստով։ Հետևեք ուսումնասիրեք, սիրեք ուսումնասիրության այն ոլորտը, որը ձեզ կարող է մի քիչ ավելի հայ դարձնել, թեկուզ ճապոնական հետքերով։ Ցտեսություն ինքնությունը եթերում կլինի հաջորդ շաբաթ։